Գյումրու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գյումրեցիների հետ մուշ թաղամասում հանդիպմանը նախ խոսեց 2007 թվականին իր նկատմամբ իրականացված մահափորձի մասին։ ՀՀԿ նիստից հետո Ղուկասյանը վերադառնում էր Գյումրի, երբ ավտոմայրուղու աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ էին բացել նրա և ուղեկցող մեքենայի վրա։ Կոմկուսի թեկնածուն այդ մասին պարբերաբար է պատմում և հավաքված մուշեցիներին էլ ասաց, որ տները, որտեղ ապրում են, իր և այդ օրը սպանված ընկերների արյան գնով է կառուցվել։ Այս ինչ որ կառուցած է, այս կառուցված է իմ արյան ու ընկերներիս արյան գնով։ Երբ որ բոլորն ասում էին, թե քաղաքում մնացել է 500 բնակարան, ես ասում էի կա 5700 անօտևան։ Ճանապարհին թակվա հարձակվեցին բրեկս, թուրք շները, ու մենք չգիտենք, որ ճիշտ ասելու համար կարող է նմանատիպ բախտի արժանանալ։ Իրենից հետո այլևս բնակարանաշինություն չի եղել մուշում, դադարեցրել են, ասաց Ղուկասյանը։ Թեկնածուն քննադատեց կառավարությանն, ասաց, որ հայը չի թողնի իր բնորանը, եթե աշխատատեղ լինի, բայց երկիրը առաջ տանող ուժը, գործարար մարդիկ բոլորը դատարաններում են։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները եւ գյուղերը միասին, բացի Երևանից, այդքան հողհատկացում չեն արել, այդքան շինարարություն չի արվել, ոնց որ Ղուկասյան Վարդանի օրոք 100-ից 120 միլիարդ դրամի անհատը շինարարություն է արել։ Վստահեցրեց, դեռ 96 թվականից ազատ տնտեսական գոտու մասին եւս առաջինն ինքն է խոսել ու լսող չի եղել։ Աշխարհում մի հատ երկիր չկա, որ երբ որ աղետ տեղի ունենա, ու այդ երկիրը, այդ քաղաքի, այդ մարզի հարկերը չկրճատեն։ Անապահով խավն ապրում է Գյումրի քաղաքում և Շիրակի դաշտավայրում։ Պետական առողջացման ծրագիր է պետք, ընդգծեց Ղուկասյանը, ասաց գալիս է պետության կոկորդից բռնելու, որ աշխատի։ Թեկնածուն նաև հայտարարեց, հրահանգ է իջեցվել մտնել տեղամաս քվեախցից դուրս բերել Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը։ Անհնարին բան է ինձ հաղթել, անհնարին բան է, դուք գիտեք, դուք բոլորը լավ գիտեք, զգում եք դա։ Ուրեմն եթե սրանք մեկ է, ես անպայման գալիս եմ, բա դրանից հետո ինձ ինչ պիտի պատասխան տաք։ Կոմկուսի նախընտրական ծրագրով նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում, նոր հողհատկացումներ ու շինթույլտվություններ, համայնքային նոր հիվանդանոցի կառուցում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։